Իմ խառնաշփոթը։ Բարև, ես Մարիան եմ, բայց փոքրուց դիմում են Մաշա, ինչու՞, որովհետև նմանացրել են Մաշայի Մեդվեդի մուլտֆիլմի Մաշային։ Քանի որ դեռ մանկուց աչքի եմ ընկել ակտիվ վարքով, շատ չարաճ եմ եղել, եւ ամբողջ շատ հաճախ չեմ լսել, այլ արել եմ այնպես, ինչպես որ ես եմ ցանկացել։ Ու գիտեք ինչն է ամենահետաքրքիրը, որ մինչ օրս ոչինչ չի փոխվել։ Իմ կյանքը հասարակ է, բայց միևնույն ժամանակ յուրահատուկ, ավելի կոնկրետ տարօրինակ։ Ես մեջ միշտ հազար միտք կա, մեկը մյուսից ավելի խելար։ Ես շատ նպատակսրած եմ, թե ոնց կլինի առանց գովելու։ Նպատակ եմ դրել դառնալ շատ հայտնի եւ ճանաչված։ Բայց համատեղել դպրոցը բլոգերության հետ բարդ է, երբեմն թվում է, որ չի ստացվի։ Բայց հետո հիշում եմ, որ ոչ մի խոչընդոտ չի կարող ինձ խանգարել իմ նպատակին հասնել։ Ես անկախ ամեն ինչից իմ նպատակները իրականացնելու եմ։ Սա է իմ պատմությունը, սա է իմ խառնաշփոթը, ու սա դեռ սկիզբն է։ Գիտեք ինչն է ամենատարօրինակը, ես խոսում եմ տեսախցի հետ, բայց իրականում խոսում եմ ինքս ինձ հետ։ Մարդիկ ինձ տեսնում են ակտիվ, ուրախ, շարժման մեջ, բայց ներսում միշտ հարց կա, իսկ եթե չստացվի։ Հետո հիշում եմ, ես միշտ այդ հարցին պատասխանում եմ գործով։ Լավ օրինակ, եթե ես լուրջ լինեի, այս վիդեոն ընդհանրապես չէր լինի։ Այսինքն, ես ճիշտ ճանապարհին եմ։ Ես դպրոց եմ գնում, դասեր եմ անում եւ միաժամանակ ուզում եմ ուրիշ կյանք։ Չգիտեմ ինչպես եմ համատեղում, բայց փորձում եմ։ Ես չեմ ասում հեշտ է, հեշտ չէ, բայց երազանքները երբեք հեշտ չեն լինում։ Սա իմ սկիզբն է, ոչ կատարյալ, ոչ պատրաստ, բայց իրական։ Եվ եթե դու նայում ես, ուրեմն ես արդեն մի քայլ առաջ եմ գնացել։ Մեկ բան էլ ասեմ, ես սա հիմա եմ անում, ոչ թե հետո, որտեվ հետոն միշտ գալիս է, բայց երբեք չի մնում։ Եթե սպասեմ, որ ամեն ինչ պատրաստ լինի, որ վստահ լինեմ, որ իդեալական լինի, ես երբեք էլ չէի սկսի։ Սա իմ առաջին քայլն է, ու քայլերը չեն լինում կատարյալ, բայց եթե չքայլես, երբեք էլ չես իմանա ինչ կլինի հետո։ Ես այս ամենը ասում եմ այն մարդկանց համար, ովքեր վախենում են քայլ անել։ Արեք առաջին քայլը եւ վստահեք ձեզ եւ ձեր ուժերին։ Իրականում կյանքը հեշտ չէ, բայց հենց դժվարությունները եւ բարդությունները են կյանքը իրական դարձնում։ Բայց կարող եք հեշտացնել միայն հավատքով, թե ձեր ուժերի, թե Աստծո։ Եթե կարդաք Աստվածաշունչ, լսեք Աստծո խոսքը, որովհետև այնտեղ կա ճիշտ կյանքը ապրելու բանաձևը։ Իսկ եթե հետևեք այդ բանաձևին, դուք չեք սխալվի։ Իսկ եթե չսխալվեք, ձեր կյանքում ավելի քիչ կլինի բարդությունները։ Եվ եթե լինեն էլ, ավելի հեշտ կհաղթահարեք։ Իմ խոսքերից կարող եք եզրակացնել, որ ես իդեալական եմ։ Դե իհարկե դա այդպես չէ, որովհետև այս աշխարհում գոյություն չունի իդեալ։ Չնայած նրան, որ բոլորս էլ պարբերաբար ձգտում ենք իդեալի։ Մենք միևնույնը չենք հասնի այդ իդեալին, որովհետև նա գոյություն չունի։ Բայց մենք պետք է փորձենք անենք մեր մաքսիմումը։ Դրա համար մեզ պետք է նպատակասլացություն, չանցնվելու ունակություն, եւ որ ամենակարևորն է հավատարիմ մնանք մեր սկզբունքներին եւ Աստծո պատվիրաններին։